Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ ակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսահոլովակի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, այժմ ցանկանում եմ կատարել դարոկարտերով կանխատեսում կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար 2026 թվականի մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խոյերի համար։ Ընդհանրապես նայում եմ 2026 թվականի մայիս ամիսը, նայում եմ յուրաքանչյուրի և անձնական ոլորտը, և ֆինանսական ոլորտը, և առողջական ոլորտը, նաև տեսնելու ենք կկատարվի ձեր երազանքները, թե ոչ։ Ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսի համաստեղության տաղցին բազմարկած։ Սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ մայիս ամսին հնարավոր է ֆինանսական ոլորտում լինի խնդիրներ, լինի պրոբլեմներ, լինի դժվարություններ։ Ճիշտ է, այդպիսի մեջ դժվարություններ ցույց չի տալիս, բայց որոշակի ֆինանսական խնդիրներ դուք կունենաք։ Սիրելի խոյեր, ուշադրություն դարձրեք մայիս ամսին, եթե ինչ-որ ֆինանսական գործարքներ եք կնքում, ուշադիր եղեք, որովհետև հնարավոր է ձեր ֆինանսական գործարքների մեջ որոշակի խնդիրներ լինի, պրոբլեմներ լինի, որոնք հետագայում ձեզ կարող է բերեն ֆինանսական դժվարություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի խոյեր, մայիս ամսին ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է ձեռքբերումներ, հնարավոր է այն խոյերը, որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ հայտնվի այնպիսի անձնավորություն, ում հետագայում դուք երջանիկ զույգ եք լինելու, երջանիկ հարաբերություններ եք ունենալու, այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ հնարավոր է նոր ձեռքբերում, հնարավոր է ձեր սեփական տուն ունենաք, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք։ Ընդհանրապես սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ 2026 թվականի մայիս ամիսը ձեր անձնական ոլորտում ինչ երազանքներ ունեք, ձեր երազանքները կատարվելու են։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Առողջական ոլորտում չկա պրոբլեմներ, չկա խնդիրներ։ Ցույց է տալիս, որ սիրելի խոյեր, հնարավոր է, որ որոշակի գումարի ներդրում լինի ձեր առողջական ոլորտը ավելի լավացնելու, ավելի բարձրացնելու։ Հնարավոր է այցելեք ֆիթնես ակումբներ, հնարավոր է այցելեք մասաժների, հնարավոր է նման իրավիճակներ, որը ավելի է լավացնելու, ավելի է ակտիվացնելու ձեր առողջական վիճակը։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի, կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր 2026 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի խոյեր, ձեր երազանքները կկատարվեն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, ինչ նպատակներ որ ունեք, կկատարվեն։ Գիտեք ինչ, հնարավոր է նոր ձեռքբերում, հնարավոր է
ծնունդ, հնարավոր է երջանիկ ամուսնություն, երջանիկ հարաբերություն։ Հաջողություններ է ցույց տալիս սիրելի խոյեր 2026 թվականի մայիս ամսին։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում կլինի խնդիրներ, կլինի դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, Աստված ցույց է տալիս, որ ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, հնարավոր է, որ կար իրավիճակ, կար այնպիսի հանգամանքներ, որ չէր թողնում, որ դուք կարողանաք ձեր ֆինանսական ոլորտը բարելավելու, բայց Աստված ցույց է տալիս, որ մայիս ամսին դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից, այդ իրավիճակներից, այդ միջավայրից կկարողանաք ձեր ազատվել եւ ձեր դեմ կբացվի հաջողություններ եւ հնարավորություններ։ Հատկապես այն ցուլերը, ովքեր որ երկար ժամանակ ցանկանում էին զբաղվել իրենց սեփական գործունեությամբ, իրենց սեփական բիզնեսով, Աստված ցույց է տալիս, որ սիրելի ցուլեր, դուք այդ հնարավորությունը կունենաք։ Մայիս ամսին ձեր դեմ կբացվի այդ հնարավորությունները։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում նույնպես ցույց է տալիս, որ կլինի հաջողություն, կլինի առաջընթաց, կլինի երջանկություն, այն ցուլերով, որ ամուսնացած են, հնարավոր է ձեր տան մեջ լինի երեխայի ծնունդ, հնարավոր է լինի ձեր արդեն չափահաս երեխայի ամուսնությունը, հնարավոր է դուք դառնաք տատիկ, դուք դառնաք բաբիկ, ձեր սոցիալական վիճակը ավելի լավանա, ավելի բարելավի։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ ցույց է տալիս, որ լինելու է երջանկություն, լինելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք կարողանալու եք ձեր անձնական հարաբերությունները ավելի լավ ուղղության վրա դնել։ Սիրելի ցուլեր, 2026 թվականի մայիս ամիսը ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում ցույց է տալիս, որ կա յուրահատուկ հաջողություն, ոչ թե փոքր հաջողություններ, այլ յուրահատուկ հաջողություն, յուրահատուկ առաջխաղացում։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի ցուլեր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ հիվանդ եք, սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ կա լավացում, կա բաքինում։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, եթե դուք նույնիսկ գնացել եք որևէ հիմնարկություն, բուժ հիմնարկություն, որտեղ որ կա դիագնոզ, որը ախտորոշում, որը ձեր մեջ խնդիրներ է առաջացնում, վախեր է մտցնում, խորհուրդ եմ տալիս դիմեք ուրիշ բուժ հիմնարկության, որովհետև ցույց է տալիս, որ այդ ախտորոշումը լրիվ կփոխվի օգուտ ձեզի։ Այն սիրելի ցուլեր, հնարավոր է, որ լինի երկար սպասված երեխայի ծնունդ, հատկապես ծնունդ երեխայում ծնվելու է տղա երեխայի ծնունդ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ցուլեր, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքները կկատարվի։ Հատկապես մեծ երազանքներ ունեք եւ անձնական ոլորտում, հնարավոր է ամուսնության առաջարկություն, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է նշանադրեք, հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում կունենաք երկարատև համատեղ կյանք։ Նաև հնարավոր է, որ համագործակցություն լինի ֆինանսական ոլորտի հետ կապված։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին
Եղբորակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի խեսկերիների ֆինանսական ոլորտում, մեր սիրելի եղբորակների ֆինանսական ոլորտում։ Սիրելի եղբորակներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ կա հաջողություն, կա առաջխաղացում, կա հաղթանակներ։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա պետական դռների հետ, բանկային համակարգի հետ, իրավական համակարգի հետ, սիրելի եղբորակներ, դուք այդ պրոբլեմներից, այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով։ Գիտեք ինչ, հնարավոր է, որ մեր սիրելի եղբորակները երկար ժամանակ ինչ-որ գործունեություն էին ցանկանում բացել, հատկապես սեփական բիզնեսով ցանկանում եք ունենալ, ցույց է տալիս, որ 2026 թվականի մայիս ամիսը ձեր դեմը այդ հնարավորությունները բացելու է։ Ինչպիսի իրավիճակ է լինելու մեր սիրելի եղբորակների ասնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում։ Եթե ամուսնացած եք, սիրելի եղբորակներ, ցույց է տալիս հաջողություն կա ձեր անձնական ոլորտի մեջ։ Եթե նույնիսկ խնդիրներ կար, տարաձայնություններ կար, էմոցիոնալ դաշտը ամբողջովին քանդված էր, նույնիսկ կանգնած եք բաժանության առջև, ցույց է տալիս, որ մայիս ամսին հնարավորություն կա նորից վերականգնել ձեր անձնական հարաբերությունը։ Իսկ այն եղբորակներ, որ ամուսնացած չեն, ուշադրություն դարձրեք, սիրելի եղբորակներ, տիեզերքը ձեզ հնարավորություն է տալիս, որ դուք գտնեք այն մարդուն, ում հետ դուք լինելու եք երջանիկ։ Ձեր ինտուիցիան զարգացած է, ձեր ներքին ձայնը զարգացած է, լսեք ձեր ներքին ձայնին, ձեր ինտուիցիային, բայց մի թողեք այդ հնարավորությունը ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որը ձեզ համար լինելու է ճակատագրական, երջանիկ հարաբերություններ է լինելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորակների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Լավացում, առողջացում, եթե նույնիսկ հնարավոր է, որ փոխվի ախտորոշումը, վտանգավոր ախտորոշումը դառնա ավելի բուժելի, ավելի այնպիսի ախտորոշում, որի դեմ դուք կկարողանաք պայքարել, որի դեմ դուք կկարողանաք դուրս գալ։ Գիտեք ինչ, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է երկար սպասված, որ արդեն քանի տարի դուք երեխա չունեիք, սիրելիներս, բայց այստեղ ցույց է տալիս եւ երեխայի ծնունդ, հնարավոր է լինի երեխայի նաեւ բեղմնավորում։ Ձեր առողջական ոլորտում սիրելի եղբորակներ 2026 թվականի մայիս ամսին, եթե նույնիսկ խնդիրներ կան, այդ խնդիրներից դուք հաջողությամբ դուրս եք գալիս, լավացում է ցույց տալիս, ապակինում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի եղբորակներ, 2026 թվականի մայիս ամսին, այո։ Հատկապես ձեր երազանքը հնարավոր է եւ անձնական ոլորտի հետ կապված լինի, եւ ընտանեկան ոլորտի հետ կապված լինի, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է ձեր սեփական տուն ունենալու հնարավորություն, շատ մեծ երազանքներ է կատարվելու, սիրելի եղբորակներ, ոչ թե փոքր երազանքներ, այլ շատ մեծ, որի վրա դուք հետագայում հիմնվելու եք, առաջ եք գնալու։ Նաև հնարավոր է, որ առողջական դժվարություններ կար, սիրելի եղբորակներ, դուք կարողանալու եք դուք այդ առողջական խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի 2026 թվականի մայիս ամսին Խեսկերին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խեսկերիների ֆինանսական ոլորտում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խեսկերիների համար։ Սիրելի խեսկերիներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է
հնարավորություններ, հնարավոր է ձեր սեփական գործունեությունը հիմեք ուրիշ երկրում, ձեր երկրի սահմաններից դուրս, հնարավոր է ձեր սեփական աշխատանքը լինի հեռահար, օնլայն, ինտերնետի միջոցով, հնարավոր է դուք կարողանաք ուրիշ երկիր տեղափոխվել եւ այնտեղ կարողանաք ձեր աշխատանքային գործունեությամբ զբաղվել։ Գիտեք, ինձ սիրելի խեսկեդիններ, ցույց է տալիս, որ 2026 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտներում լինելու է յուրահատուկ հաջողություն։ Նույնիսկ եթե աշխատանք չկա, գործ չկա, հնարավորություն չկա, Աստծո ցույց է տալիս, որ մայիս ամիսը ձեր դեմ մեծ հնարավորություններ է բացելու։ Դուք այդ իրավիճակից դուրս եք գալու, ձերբազատվելու եք։ Հնարավոր է նաև, գիտեք, ինձ սիրելի եղբայրակներ, նույնիսկ եթե դուք գտնվում եք ոչ միայն ֆինանսական փակուղու առաջ, այլև պետական դռների մեջ եք, ցույց է տալիս, որ հնարավոր է ազատում դուրս գաք դուք այդ պետական կալանքից դուրս գաք, նման իրավիճակ է ցույց տալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկեդիների ասնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի խեսկեդիներ, ձեր ասնական ոլորտում կլինի որոշակի խնդիրներ, կլինի որոշակի տարաձայնություններ, բայց դուք կկարողանաք այդ խնդիրներից, այդ տարաձայնություններից հաղթանակով դուրս գալ։ Գիտեք ինչ, սիրելի եղբայրակներ, հնարավոր է այն սիրելի խեսկեդիններ, հնարավոր է այն խեսկեդինները, ովքեր որ ամուսնացած են, ձեր ընտանեկան հարաբերությունների մեջ ինչ-ինչ անհասկանալի իրավիճակներ լինի, բայց Աստծո ցույց է տալիս, որ Աստծո կամքով եւ ձեր շնորհիվ, ձեր ճանասիրության շնորհիվ դուք կկարողանաք այդ տարաձայնությունը հաղթահարել, այդ խնդիրներից դուրս գալ հաղթանակով։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկեդինների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին, լավացում, աբաքինում, առողջացում, եթե նույնիսկ կար խնդիրներ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, իհարկե բժիշկների միջոցով, բժիշկների ցուցումները կատարելով, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է որ կար խնդիրներ հատկապես ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված, բայց ցույց է տալիս, որ կա լավացում, կա աբաքինում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խեսկեդիններ, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի խեսկեդիններ, ձեր երազանքները կկատարվի։ Կյանքի բոլոր ոլորտներում է ցույց տալիս եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, եւ առողջական, լավացում, աբաքինում, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, ամուսնություն, ամուսնության առաջարկություն, շատ մեծ ձեռքբերումներ է ցույց տալիս սիրելի խեսկեդիններ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին 2026 թվականի մայիս ամսին այրուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում։ Սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջխաղացում, հնարավոր է աշխատավարձի բարձրացում, հնարավոր է լավ վարձատրվող աշխատանք, հնարավոր է պաշտոնի բարձրացում, ցույց է տալիս բարձրացում, բոլոր տեսակի բարձրացումները կա, սիրելի այրուզներ, ցույց է տալիս, որ հնարավորություն կա, որ սիրելի այրուզներ, դուք ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, ձեր սեփական բիզնեսը ունենաք, որ ինքնիսիկյան ձեզ համար ավելի հաջող է լինելու, քան թե ինչ-որ մեկի ձեր գիտակ աշխատելը։
ձեր սեփական կուզնեությամբ զբաղվելու հնարավորություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամիսը։ Անձնական ոլորտում նույնպես հաջողություններ են, նույնպես հաղթանակներ են։ Ընդհանրապես իմ կանխատեսումը եւ կանանց է վերաբերվում եւ տղամարդկանց է վերաբերվում։ Սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում հաղթանակ, հնարավորություն, պսակադրություն, ամուսնության առաջարկություն, հնարավոր է ձեր երեխան ունենաք, հնարավոր է ձեր երեխան ամուսնանա, հնարավոր է ձեր սոցիալական ստատուսը բարձրանա, դառնաք մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ, բայց ցույց է տալիս սեր, ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Հատկապես մեր սիրելի այն այրուզները, ովքեր որ արական սերի ներկայացուցիչներ են, ովքեր որ առայժմ ամուսնացած չեն, սիրելի այրուզներ, ցույց է տալիս, որ 2026 թվականի մայիս ամսին ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում կունենաք երջանիկ սեր, երջանիկ միություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի այրուզներ, 2026 թվականի մայիս ամսին ցույց է տալիս աբակինում, եթե նույնիսկ դուք հիվանդանոց սենյակում եք, դուք ունեք առողջական խնդիրներ, դուք նաև կապաքինվեք։ Նաև հնարավոր է, որ այրուզներ կային, ում որ պետք էր, որ բուժման պրոցեդուրաները լիներ այլ երկրում, որտեղ որ բուժումը ավելի լավն է, ավելի որակով է, իրենք կկարողանան հնարավորություն ունենալ իրենց բուժման բուժօգնությունը ստանալ օտար այլ արտասահմանյան երկրում, որտեղ որ կլինի լավացում, կլինի աբակինում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այրուզներ, 2026 թվականի մայիս ամսին, այո, ձեր երազանքները կկատարվին, հատկապես ցույց է տալիս անձնական ոլորտում ամուսնություն, երջանկություն, երեխայի ծնունդ, պսակադրություն, հաջողություններ է ցույց տալիս սիրելի այրուզներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կույսերի։ Սիրելի կույսեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ կա հաջողություն, կա հնարավորություն։ Եթե ինչ-որ ձևով ձեր աշխատանքային ոլորտը ձեր դուրը չէր գալիս, այժմ հնարավորություն կա, որ դուք փոխեք այդ աշխատանքային ոլորտը, նոր կոլեկտիվ, նոր մարդիկ, որտեղ որ դուք կկարողանաք ձեր հնարավորությունները, ձեր մասնագիտական հմտությունները ցույց տալ։ Նաև ցույց է տալիս, որ սիրելի կույսեր, ցույց է տալիս, որ նաև դուք հնարավորություն կունենաք ձեր սեփական կուզնեությամբ զբաղվելու եւ այդ սեփական կուզնեությամբ զբաղվելու հնարավորությունը ձեզ ավելի շատ է փող բերելու, ավելի շատ է ֆինանսապես ավելի հաջողակ է դարձնելու, հնարավոր է պաշտոն ունենաք։ Եթե նույնիսկ պետական դռների, ֆինանսական դռների հետ խնդիրներ կար, ֆինանսների հետ կապված, ժառանգության հետ կապված, այդ խնդիրների մեջ սիրելի կույսեր դուք նույնպես հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին, սիրելի կույսեր ցույց է տալիս, որ որոշակի խնդիրներ կարող է լինի, որոշակի տարաձայնություններ կարող է լինի, հատկապես այն կույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, հնարավոր է ձեր աչքի դեմ մարդիկ կային, ում հետ որ դուք փորձում եք անձնական հարաբերություններ դասավորել, այդ մարդը ամբողջովին փոխվելու է եւ դուք հասկանալու եք, որ այդ հարաբերությունը ձեզ համար ստեղծված չի, դուք հրաժարվելու եք։ Իսկ այն կույսերը, ովքեր որ ամուսնացած են, ցույց է տալիս, որ հնարավոր է որոշակի տարաձայնություններ լինի ձեր ընտանիքի մեջ, բայց դուք Աստծո կամքով խոյեմություն կունենաք եւ կկարողանաք այդ իրավիճակից հաղթանակով դուրս գալ։
Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի կույսեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, որ կլինի խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են, լսեք բժիշկների ցուցումը, կատարեք բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ապաքինում, բայց մեծ բարդություններ, վտանգավոր իրավիճակներ չկա։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կույսեր, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, սիրելի կույսեր, ձեր երազանքը կկատարվի հատկապես ձեր անձնական ոլորտում, այն կույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք կլինեք երջանիկ ամուսնություն, երջանիկ ընտանիք, սեր, միություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին կշեռք համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կշեռքների։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի կշեռքների ֆինանսական ոլորտում։ Սիրելի կշեռքներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է, առաջընթաց է։ Գիտեք ինչ, նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, նոր մարդիկ, նոր ճանապարհներ, նոր համագործակցություն, նոր պայմանագրեր։ Ընդհանրապես, սիրելի կշեռքներ, 2026 թվականի մայիս ամիսը ձեր ֆինանսական ոլորտում ոչ թե փոփոխությունը լինելու է կամաց, դանդաղ, այլ ընդհակառակը ցույց է տալիս արագ փոփոխություններ դեպի լավը։ Այնպիսի փոփոխություններ, որ գիտեք ինչ, դուք նույնիսկ շատ եք դժվարանալու մեկից այդ փոփոխությունները ընկալել, բայց ինչ լինելու է, դա լինելու է դեպի հաջողություն, դեպի ֆինանսական հաջողություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամիսը։ Հաջողություն է ցույց տալիս սեր, միություն, ընտանիք, ջերմություն, երջանկություն, հնարավոր է ձեր երեխայի ամուսնությունը, հնարավոր է դուք դառնաք տատիկ, դուք դառնաք պապիկ, հնարավոր է նաև ձեր ամուսնությունը, սիրելի կշեռքներ։ Գիտեք ինչ, ընդհանրապես ցույց է տալիս, որ մայիս ամիսը ձեզ համար սիրելի կշեռքներ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում հաջողությունները լինելու են արագ, անսպասելի, անակնկալ, ուրախ հաջողություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամիսը։ Ապաքինում, լավացում, Աստծո ձեռով, եթե նույնիսկ դրած է վատ ախտորոշում, դիմեք ուրիշ բուժ հիմնարկության եւ այդ ախտորոշումը ամբողջովին կփոխվի։ Կարող է երեխայի բեղմնավորում լինի, կարող է երեխայի ծնունդ լինի։ Ապաքինում, առողջացում, հնարավոր է ձեր խնդիրը ձեր սիրտանոթային համակարգի հետ էր կապված, զարկերակային ճնշման հետ էր կապված, հորմոնալ ֆոնի հետ էր կապված, ընդհանուր նույնիսկ ախտորոշում կարող է լինի չար որակ նորակ գոյացություն, բայց այստեղ ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս ապաքինում, մի վախեցեք, մի հիասթափվեք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կշեռքներ, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, ձեր երազանքները կկատարվի։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր կյանքի մեջ մտնում է սեր, ձեր կյանքի մեջ մտնում է ֆինանս հաջողություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին կարիչ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում։ Սիրելի կարիճներ, կա խնդիրներ, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, բայց կա նաև ելք։ Ձեր դեմ բացվում է հնարավորություններ, նույնիսկ եթե դուք սիրելի կարիճներ ֆինանսական փակուղու առաջ եք կանգնած, դուք այդ ֆինանսական փակուղուց Աստծո կամքով, տիեզերքի կամքով
դուրս եք գալիս։ Գիտեք ինչ, հնարավոր է նույնիսկ պետական դռների, իրավական դռների հետ կապված խնդիրներ կար, սիրելի կարիճներ, դուք այդ խնդիրներից նույնպես հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, ընդհանրապես մեր սիրելի կարիճները, եթե իրոք սիրում են, դա եւ կանանց է վերաբերվում եւ տղամարդկանց է վերաբերվում, իրանք հավատարիմ են լինելու իրենց կեսին։ Այստեղ ցույց է տալիս, որ սիրելի կարիճներ, ձեր տան մեջ մտնելու է, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որին դուք եւ սիրելու եք եւ հավատարիմ եք լինելու։ Հնարավոր է լինի տղա երեխայի ծնունդ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Լավացում է, ապակինում է, եթե նույնիսկ խնդիրներ կա, խնդիրներ կա, դրանք շատ փոքր խնդիրներ են, դուք նույնիսկ դա կարող եք ուղղակի ոտքի վրա անցկացնել, պարտադիր չէ նույնիսկ որ դուք հետևեք ինչ-որ գնաք բուժ հիմնարկություն կատարեք, բժիշկների ցուցումները, կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիճներ 2026 թվականի մայիս ամսին։ Կկատարվի, ճիշտ է, մի քիչ դժվարություն է, մի քիչ բարդություն է, բայց կկատարվի։ Եթե ինչ-որ խնդիրներ եկա, սիրելի կարիճներ, դուք այդ խնդիրներից կարողանալու եք ազատվել, կարողանալու եք խուսանավել եւ այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աղեղնավորների ֆինանսական ոլորտի հետ կապված, սիրելի աղեղնավորներ, հաջողություն է ցույց տալիս, նոր ձեռքբերումներ է ցույց տալիս, նոր պայմանագրեր, նոր հնարավորություններ, հնարավոր է ձեր ընտանեկան բիզնեսը ունենալու հնարավորություն լինի։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, սիրելի աղեղնավորներ, ցույց է տալիս, որ դուք այդ ֆինանսական խնդիրներից, խնդիրներից դուրս եք գալիս, հաղթանակով եք դուրս գալիս, նոր ձեռքբերումներով եք դուրս գալիս, ձեր կյանքի մեջ սիրելի կարիճներ, սիրելի աղեղնավորներ, հնարավոր է նոր համագործակցություն, նոր մարդ, որի հետ հետագայում դուք ֆինանսական մեծ հնարավորություններ եւ հաջողություններ կունենաք։ Այն աղեղնավորները, ովքեր որ պետական դռներում եք աշխատում, համակարգի մեջ են աշխատում, հնարավոր է պաշտոնի բարձրացում, աշխատավարձի բարձրացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում սեր, միություն, երջանկություն, նոր հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս կգաք Աստծո կամքով, ձեր իմաստության շնորհիվ։ Գիտեք ինչ, Աստված ցույց է տալիս, որ կար ինչպիսի ինչ-որ իրավիճակ, որ ցանկանում եք հանդեպ ձեր անձնական երջանկությունը, բայց դուք հնարավորություն կունենաք Աստծո կամքով այդ իրավիճակը հաղթահարել եւ ձեր ընտանիքը, ձեր միությունը վերականգնել։ Ինչպիսի իրավիճակ է մեր աղեղնավորների առողջական ոլորտում, ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս ապաքինում, եթե նույնիսկ խնդիր կա, խնդրեմ կա, դուք կկարողանաք այդ խնդրից խնդրեմից դուրս գաք, հնարավոր է ձեր բուժումը կարողանաք իրականացնել այլ երկրում, այլ բուժ հիմնարկության միջոցով, որը ավելի որակավոր բուժ զննում է անցկացնելու եւ բուժօգնություն է տալու։ Գիտեք ինչ, սիրելի աղեղնավորներ, ցույց է տալիս, որ հնարավորություն կա, որ դուք ոչ միայն բուժ զննում ստանաք ուրիշ երկրում, հնարավոր է, որ դուք
ձեր երկրից հնարավորություն ունենաք դուրս գալու։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի աղնավորներ, այո, ձեր երազանքները կկատարվի։ Հնարավոր է ամուսնություն լինի, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, հնարավոր է մեծ նոր բիզնես, հնարավոր է նոր բիզնես ստեղծելու հնարավորություն լինի։ Այո, սիրելի աղնավորներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակները կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին Այծեղջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի այծեղջուրներին։ Սիրելի այծեղջուրներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մեծ հաջողություն, ոչ թե փոքր մանր հաջողություններ, ոչ, մեծ հաջողություն, ձեր սեփական գործունեությունը, ձեր սեփական բիզնեսը, մեծ ժառանգություն, մեծ ներդրում, մեծ հաջողություն է ցույց տալիս, սիրելի այծեղջուր, ոչ թե փոքր հաջողություն, դու կարող ես ձեր պաշտոնը այնպես բարձրանա, ձեր աշխատավարձը այնպես ոչ թե քառապատիկ, այլ հազարապատիկ, որովհետև մեծ ֆինանսական հոսքեր է ցույց տալիս, մեծ ֆինանսական հնարավորություններ է ցույց տալիս։ Նաև հնարավոր է այնպիսի այծեղջուրներ լինեն, ովքեր որ կարողանան հիմնել իրենց սեփական գործունեությունը, իրենց սեփական խոհբին, նախասիրությունը դառնա ֆինանսական հաջողության աղբյուր, որը հետագայում շատ մեծ ֆինանսական հոսքեր եւ դիվիդենդներ է բերելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջուրների ֆինանսական առանձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի այծեղջուրներ, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ամուսնություն, սեր, միություն, ընտանիքի երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի այծեղջուրներ, ցույց է տալիս, որ մայիս ամիսը ձեզ համար կախարդական ամիս է լինելու։ Ինչին դուք ձեր տակ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լավանալու է։ Գիտեք ինչ, ինչին ձեր տակ դա հազարապատիկ ձեզ լավ էներգիա է բերելու, կա սեր, կա միություն, կա ընտանիք, նաև այնպիսի իրավիճակ է սիրելի այծեղջուրներ, որ ձեր ընտանիքի մեջ հնարավոր է եւ երեխայի ամուսնություն լինի, հնարավոր է դուք դառնաք տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ, հաջողություններ է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծեղջուրների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Առողջություն, ապաքինում, լավացում, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից կարողանալու եք դուրս գալ, կարողանալու եք լավանալ, կարողանալու եք ապաքինվել։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի այծեղջուրներ, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, ձեր երազանքները կկատարվի եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ առողջական ոլորտում, նոր համագործակցություն, նոր առաջարկ, առաջխաղացում, ապաքինում, լավացում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի այծեղջուրներ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Հատկապես սիրելի այծեղջուրներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին ջրոս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ջրոսներին։ Սիրելի ջրոսներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ բացվելու է հնարավորություններ, ձեր դեմ բացվելու է ճանապարհներ, կարող է ունենաք ձեր սեփական գործունեությունը, կարող է ձեր սեփական գործունեությունը հիմնեք
այլ երկրի կազմակերպությունների հետ, կարող է ձեր սեփական գործունեությունը լինի հեռահար, լինի on-line։ Գիտեք ինչ, սիրելի ջրոցներ, ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական ոլորտում, գործնական ոլորտում լինելու է հաջողություն, կարող է ձեր կյանքի մեջ մտնի նոր մարդ, որի հետ դուք կկարողանաք ավելի լավ համագործակցել, ավելի ֆինանսական մեծ հաջողություններ ունենալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Կարող է լինի ամուսնության առաջարկություն, մայիս ամսին ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք կկարողանաք կազմել երջանիկ ընտանիք։ Իսկ այն ջրոցները, ովքեր որ ամուսնացած են, երջանկություն է ցույց տալիս, նոր ձեռքբերում է ցույց տալիս, տուն, աշխատանք, տան փոփոխություն, վերանորոգում, սեփական գործունեություն, սեփական բիզնես։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, դուք կարողանալու եք այդ առողջական խնդիրներից ազատվել նույնիսկ ոտքի վրա, հնարավոր է ֆինանսական ներդրումներ, ձեր իմիջը փոխելու, հնարավոր է հետևակի ինչ-որ վիրահատություն լինի, ինչ-որ բանից ձերբազատվեք, բայց վտանգավոր իրավիճակ չէ, լավացում է, ապաքինում է, առողջացում է։ Գումար եք դուրս տալիս, կարող է եւ փոքր պլաստիկ վերահատություն լինի, որը անցնելու է առանց որևէ խնդիրների, առանց որևէ պրոբլեմների։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ջրոցներ, 2026 թվականի մայիս ամսին։ Այո, ձեր երազանքները տիեզերական ուժի կամքով, ուժի զորությամբ, ուժի օգնությամբ ձեր երազանքները կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին ծուկ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Եթե նույնիսկ ֆինանսական ոլորտում, բանկերի հետ կապված, իրավական ոլորտի հետ կապված խնդիրներ կար, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, ժառանգություն հնարավոր է ունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների անձնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի ծնկներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու է, միություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ սիրելի ծնկներ, դուք ձեր տան մեջ, ձեր ընտանիքի մեջ ինչ-որ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք կարողանալու եք Աստծու կամքով այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվել։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ էլի Աստծու կամքով մտնելու է այնպիսի մարդ, որի հետ դուք երկար եւ երջանիկ հարաբերություն եք ունենալու, ամուսնություն, ընտանիք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Չկա առողջական խնդիր, կա լավացում, կա ապաքինում, նույնիսկ տարօրինակ ձևով ապաքինում, դուք էլ չեք հավատում, բայց դուք տեսնելու եք այդ ապաքինմանը, դուք տեսնելու եք այդ առողջական հրաշքին, այդ լավացման հրաշքին։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ծնկներ 2026 թվականի մայիս ամսին։ Այո, կկատարվի հատկապես ֆինանսական ոլորտի հետ կապված
խնդիրներ կար, որից դուք վախենում եք, դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Ահա ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին կենտանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Այս կանա սիրելիներս գրանցվեք իմ ալիքներին, ինչպես գիտեք ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե կարող եք այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Այս կանա սիրելիներս հաջողություն, ցտեսություն։